Բարև ձեզ, սիրելի քույրերը եւ եղբայրները։ Նախ եւ առաջ կսկսեմ ասելով, որ ես շատ օրհնված եմ այս պահին համարը, որ կարող եմ տալ իմ վկայությունը։ Ուրեմն սկսեմ նրանով, որ ես շատ փոքրուց եմ հավատքի եկել, ես շատ փոքրուց ընդունեցի Հիսուսին որպես իմ Տեր եւ իմ Փրկիչ, ու կարող եմ ասել, որ դրանից ավելի լավ որոշում չկա։ Միշտ աղոթում էի այն ժամանակ, մինչև հիմա աղոթում եմ, եւ այն ժամանակ, երբ որ ես աղոթում էի, ես լավ գիտեի, որ իմ Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ինձ միշտ լսում էր։ Այսինքն դա իմ աղոթքներն էր լսում, ինչ որ ասում էի, զգում էի լավ, որ ինքը լսում էր։ Բայց իմ մեջ, որը հիմա շատերի մոտ կա, վախ կար, շատ ուժեղ վախ կար։ Վախ կար, որ ես կարող եմ շեղվել, Աստծուն նեղացնել, բայց որքան որ մեծացա, այնքան ավելի Աստծո խոսքը կարդացի, որտեղ խոսքը ասում է, որ հավատքը գալիս է լսելուց, լսել Աստծո խոսքը, ու որքան որ լսեցի Աստծո խոսքը, նոր կտակարանը կարդացի, իմացա, որ ինչի պիտի վախենամ, եթե Հիսուս արդեն այդ գինը իմ համար եւ քո համար վճարել է։ Ինչի պիտի դժոխք գնանք, եթե Տիրոջ Հիսուսին որպես մեր Տերն ենք ընդունել։ Եվ ուզում եմ մի օր պատմեմ, թե վախը որքան ուժեղացավ իմ մեջ։ Եվ մենք գիտենք, որ վախի լեզուն նենց է, որ քեզ միշտ ասում է, որ սենց կլինի, նենց կլինի, ու ոնց որ վատ դեպքեր քեզ կար ասի, քո ապագայի հետ կապված։ Եվ որքան որ ճնշվում էի այդ մտքերով, մի օր Սուրբ Հոգին իմ սրտի մեջ մի հատ մեծ խոսք դրեց, ու այդ խոսքը ինձ շատ փոխեց։ Այդ խոսքը Երեմիա 29:11-ն էր։ Քանզի ձեզի համար ծրագիր գիտեմ, ծրագիր բարության համար եւ ոչ չարիքի, ապագայի եւ հույս տալու համար, եւ այդ համարը իմ կյանքը փոխեց, եւ գիտեմ նաեւ նա քո համարը, եթե Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ ես ընդունել, պատճառ չունես վախենալու, նա քո համար ծրագիր ունի, բարի ծրագիր ունի, ապագա տալու ծրագիր ունի, եւ այսքանով ես կսահմանափակվեմ, փառքը Իրանա։